Շիրակի մարզում կամավոր ատեստավորում անցած 2 ուսուցիչ արձիառն ստանում է 500,000 դրամ աշխատավարձ, 19 ուսուցիչ էլ ստանում է 400,000 դրամ և ավելի աշխատավարձ։ Մարզում կամավոր ատեստավորման գործընթացը ևս շարունակվում է և մարզի շատ դպրոցներում, այդ թվում նաև Գյումրու 41 հիմնական դպրոցում այդ գործընթացը դրական են գնահատում։ Ունենք արդեն 13 կամավոր ատեստավորված մանկավարժներ, որոնք բոլորը հաջողել են։ Հաջողածների թվում են նաև Գյումրու թիվ 41 դպրոցի ուսուցիչներ Քնարիկ Գասպարյանը և Գևորգ Թումանյանը։ Վերջիններս ընդգծում են, որ ատեստավորումը կարևոր գործիք է մասնագիտական աճի համար։ Կարծում եմ յուրաքանչյուր մասնագետի պետք է այդ փուլը անցնել, որովհետև ցանկացած մասնագետ ապրում է մասնագիտական լճացում։ Ես վերջի անգամ քննություն տվել էի ուսանողական տարիների ժամանակ, 30 տարի առաջ։ Բայց այն, որ աշխատավարձն է որոշակի չափով բարձրանում, դեռ չենք ստացել, չգիտեմ որքանով է բարձրանում, նաև մասնագիտական մարզավիճակը բարձր չափանիշների է հասնում։ Որովհետև ես միշտ սիրում եմ իմ ուժերը ստուգել, իմ գիտելիքները ստուգել եւ հենց այնտեղ, որտեղ թերացել եմ, աշխատել դրա վրա։ Կարծում եմ չկա մարդ, ով երբեք ոչ միտեղ չի թերանում եւ ինձ շատ օգնեց, որովհետև հաջորդ տարի մասնակցությունս ցույց տվեց, որ ես աճ գրանցեցի։ Քնարիկ Գասպարյանը 2023 թվականին առաջին մասնակցության ժամանակ հավաքել է 72%, հաջորդ անգամ արդեն 86%։ 200,000 դրամ դրույկաչափն է հաշվարկվում եւ դրան ավելանում է այս սպառակայում արդեն գումարած 40%, կախված է ժամավճարից եւ թե ինչքան ունեք ժամ եւ դրանից կախված արդեն բավականին լուրջ թիվ է ավելացել, կրկնապատկվել է աշխատավարձը։ Մարզպետի փոխանցմամբ ներկայում Շիրակի մարզում 2 ուսուցիչ արդեն ստանում է 500,000 դրամ աշխատավարձ։ Նրանցից մեկը դասավանդում է Գյումրու դպրոցներից մեկում, մյուսը մարզի գյուղական համայնքներից մեկում։ Այդ 500,000-ը արդեն հարգված աշխատավարձի մասին է խոսքը, այսինքն արձեռն մարդիկ է ստանում են այդքան, 19 մանկավարժ ունենք, որը 400,000-ից ավել է ստանում, 124 մանկավարժ ունենք, որը 300,000-ից ավել է ստանում եւ 526 մանկավարժ ունենք, որը 200,000-ից ավել է ստանում։ Դավիթ Արուշանյանի խոսքով աշխատավարձի չափը կախված չէ բնակավայրից, այլ պայմանավորված է մի քանի գործոններով։ Գումարի չափը կախված է մանկավարժի ատեստավորման բալերից, կախված է տարակարգ ունի թե չունի, կախված է դասաժամերի քանակից։ Կամավոր ատեստավորման համակարգը դրական է գնահատում նաև Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի տնօրեն Հայաստան Հովհաննիսյանը։ Նրա խոսքով մեծ հաջողություն է համարում այն, որ կան մանկավարժներ, որոնք ոչ միայն արդեն արդյունքի են հասել, այլև ձգտում ունեն շարունակել մասնագիտական աճը։ Սիրում եմ միշտ ասել, որ մարդկանց պետք է գնահատել ոչ միայն իրենց հասած հաջողություններով, այլ նաև ձգտումներով։ Այս պարագայում իհարկե դրական եմ համարում այն, որ ձգտում ունեցող մանկավարժները մարզի մասշտաբով ըստիս գնալով ավելի շատանում են։ Հովհաննիսյանը կարևորում է նաև այն հանգամանքը, որ ատեստավորման արդյունքները դրական ազդեցություն ունեն ոչ միայն ուսուցիչների, այլև աշակերտների վրա։ Նրա խոսքով վերջիններս մեծ ուրախությամբ են արձագանքում, երբ իմանում են իրենց ուսուցիչների ձեռքբերումների մասին։ Ինձ ուրախությամբ հայտնում էին այդ մասին աշակերտներս։ Ընկեր Հովհաննիսյան, իմացել եք չէ, որ մեր այսինչ ուսուցիչներն ատեստավորվել են։ Բավականին լավ զգացի, որովհետև սա փաստորեն կարևորվում է նաև աշակերտի համար, նրանք ուրախանում են ուսուցչի ձեռքբերումներով։ Պատասխանատուների խոսքով նման արդյունքները կարող են խրախուսող լինել նաև այն ուսուցիչների համար, ովքեր դեռ ատեստավորմանը չեն մասնակցել։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան այսօր։ Թուրքական կողմը վերականգնում է Ալիջանի անցակետը, ովքեր չգիտեն մեր կողմից մարգարայի անցակետն է իրենց կողմից Ալիջանի։ Այս մասին խորհրդանում լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, խոսելով հայ-թուրքական գործընթացի մասին։ Դուք ճիշտ եք, որ թուրքական կողմը վերականգնում է Ալիջան անցակետը, եւ ովքեր որ չգիտեն, Ալիջանը այսինքն մեր կողմից մարգարայի անցակետն է, իրենց կողմից Ալիջանի, ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, թույլ տվեք հիմա բան չասեմ, երբ որ ժամանակը գա, պատշաճ կերպով կտեղեկացնեմ։ Բայց նույնիսկ ժամկետներ Ես թույլ տվեք հիմա բան չասեմ, որովհետև ես ուզում եմ հայտնել որևէ բան, երբ որ դա տեղի ունենա։ Այսինքն կա պայմանավորվածություն, որ պայմանավորվածություն 2000, չէ, պայմանավորվածություն կա դեռ 2022 թվականից, որ պետք է երրորդ երկրների եւ դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համասահման բացվի, այլ բան հիմա թույլ տվեք չասեմ, երբ որ ժամանակը գա։ Լավ, մի հարց ժամկետների մասով չէ, բայց
ազդակները կամ գործընթացը գնում է դեպի արագ այդ հարցի կարգավորման, այսինքն Միայն կասեմ այն, որ հրապարակային է եւ տեսել եք, որ թուրքական կողմը վերականգնում է Ալիջանի անցակետը։ Պարոն Ռուբինյան, ինչպես եք վերաբերվում կամ ինչպես եք գնահատում այն Լավ, Հա, եկեք։ Էրդողանը ասում էր, որ տարվա սկիզբ 2026 թվականի սկզբում խորհրդանշական քայլեր լինելու, դուք այս տրամաբանության մեջ եք տեսնում եւ ավելին չպետք է սպասել։ Սիրելի գործընկերներ, ես ուղղակի հիմա չեմ ուզում այս թեմայով շատ բան ասել, ոչ թե որովհետեւ ինչ որ թաքցնելու բան ունեմ կամ չեմ ուզում ձեզ ինֆորմացիա տալ, այլ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում իմ փորձը ցույց է տալիս, որ ավելի լավ է սպասել ինչ որ բան լինի, այդ ժամանակ հայտարարել։ Ես չեմ ուզում որևէ կերպ գործընթացներին վնաս տալ։ Իրապես թերական քայլերի մեջ մտնում է գերիների վերադարձը։ Գերիների վերադարձը Ադրբեջանից է։ Պարոն Ռուբինյան, իսկ հնարավոր է երրորդ երկրների հետ սահմանի բացումը զուգորդվի առհասարակ հայ-թուրքական սահմանի բացմամբ, թե ամեն դեպքում այս process-ը ենթադրվում է կամ տրամաբանությունը շարունակվելու է այս փուլային տարբերակով։ Եթե մեր դիրքորոշումը մշտապես այն է եղել, որ մենք ուզում ենք ունենալ ամբողջապես բաց սահմաններ հենց վաղ եւ հաստատված դիվանագիտական հարաբերությունները հենց վաղ եւ այս առումով մեր դիրքորոշման մեջ բան չի փոխվել, բայց այնուամենայնիվ մենք ունենք նաեւ հստակ պայմանավորվածություն 2022 թվականին ձեռք բերված երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանձնագրեր կրող անձանց համալսարանը բացելու վերաբերյալ եւ հույս ունենք, որ շուտապույտ իրականացվի։ Ես նկատի ունեի բանակցային Այս թեմայով ես ինձ թվում է բավարար պատասխանեցի։ Պարոն Ռուբինյան, դուք որ ասում եք այս պահին չխոսեք, այսինքն ես նկատների Թուրքիայի հետ կա պայմանավորվածություն, որ չէ, մի րոպե լսեք մինչև այդ, որ սահմանը որորը բացվի, հենց այդ օրը միաժամանակ անեք հայտարարություն։ Չէ, նման տեխնիկական քննարկում չի եղել։ Իսկ ինչպես եք վերաբերվում այն հանգամանքին, որ Թուրքիայից ամեն դեպքում շարունակում են կապել երկու process-ները, հայ-ադրբեջանական ամբողջական կարգավորումը, հայ-թուրքական հետ շարունակում են նշանակել, որ ամեն դեպքում վերջնական բացումը հայ-թուրքական սահմանի զուգորդվելու է հայ-ադրբեջանական ամբողջական կարգավորումը։ Այդ առումով եւս մեր դիրքորոշման մեջ բան չի փոխվել, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ Հայաստան-Ադրբեջան գործընթացը տարբեր գործընթացներ են, բայց բնականաբար քանի որ նույն տարածաշրջանում են, կարող են փոխազդել միմյանց վրա եւ մենք կարծում ենք, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում առաջընթաց է, ոչ միայն չի վնասի Հայաստան-Ադրբեջան գործընթացին, այլ նաեւ կօգնի եւ նոր ազդակ կտա։ Բացի դա, չենք կարող նաեւ չնկատել, որ Հայաստան-Ադրբեջան գործընթացում ահռելի առաջընթաց կա օգոստոսի 8-ի հռչակագիրը խաղաղության վերաբերյալ երկաթգծի առնվազն մասնակի ապաշրջափակումը եւ այսպես շարունակ եւ ընդհանուր առմամբ կարծում եմ գործընթացները բոլորը դրական ուղղությամբ են գնում եւ որոշ արդյունքներ արդեն տեսնում ենք եւ որոշ արդյունքներ կտեսնենք։ Եվրոպական 8 երկիր, որոնց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր մաքսատուրքերով, հայտարարություն են տարածել աջակցություն հայտնելով Դանիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Միաժամանակ նրանք նշել են, որ պատրաստ են երկխոսության։ Դանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Շվեդիան եւ Մեծ Բրիտանիան շեշտել են։ Մաքսատուրքերի սպառնալիքները խաթարում են անդրատլանտյան հարաբերությունները եւ իրավիճակն ավելի վատ թարացնելու վտանգ ստեղծում։ Եվրոպական երկրները նաեւ հայտարարել են, որ մեծացնում են Արկտիկայի անվտանգությունը Գրենլանդիայում անցկացվող արկտիկական դիմացկունություն զորավարժությունների միջոցով։ Թեմային հերթական անգամ անդրադարձել է նախագահ Թրամփը։ Նրա խոսքով ՆԱՏՕ-ն 20 տարի Դանիային ասում է, որ հարկավոր է Գրենլանդիայից հեռացնել ռուսական սպառնալիքը։ Ցավոք Դանիան այդ առնչությամբ ոչինչ չի կարողացել անել, հիմա ժամանակն է եւ դա կարվի, հայտարարել է Թրամփը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը սպառնացել էր 10% լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել եվրոպական այն երկրների նկատմամբ, որոնք զորքեր են ուղարկել Գրենլանդիա եւ դեմ են կղզու նկատմամբ ԱՄՆ վերահսկողությանը։ ԵՄ-27 երկրների ղեկավարներն առաջիկա օրերին հանդիպում կանցկացնեն որոշելու միության արձագանքն այս սպառնալիքին։ Ըստ Պոլիտիկոյի հունվարի 18-ին Եվրամիության դեսպանները Բրյուսելում հանդիպմանը դիտարկել են Միացյալ Նահանգների նկատմամբ 93 միլիարդ եվրոյի մաքսատուրքերի սահմանումը, եթե Վաշինգտոնի հետ սպասվող բանակցություններն արդյունք չտան։ Սիրիայի կառավարությունը հայտարարել է քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի հետ անհապաղ հրադադարի մասին։ Հրադադարը վերջ է դնում գրեթե 2 շաբաթ տևած մարտերին։ 14 կետից բաղկացած համաձայնագրով նախատեսվում է նաև Սիրիայի դեմոկրատական ուժերի ինտեգրումը սիրիական բանակին եւ պետական հաստատություններին։ Նախագահ Ահմեդ Աշարան հայտարարել է, որ համաձայնագիրը թույլ կտա սիրիական պետական հաստատություններին վերականգնել վերահսկողությունը երկրի արևելյան եւ հյուսիսային 3 նահանգի՝ Հասակայի, Դերեզ Զորի եւ Ռաքայի նկատմամբ։ Սիրիայի
կառավարությանը կփոխանցվեն տարածաշրջանի բոլոր սահմանային անցակետերը, գազի եւ նավթի հանքավայրերը։ Դամասկոսը նաեւ վերահաստատել է, որ կճանաչի քրդերի մշակութային եւ լեզվական իրավունքները։ Քրդերենին կշնորհվի պաշտոնական լեզվի կարգավիճակ, քրդական նոր տարին Նովրուզը կհռչակվի ազգային տոն։ Այս հայտարարությանը նախորդել էր Աշշարայի հանդիպումը Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքի հետ։ Բարաքը դրական էր գնահատել համաձայնագիրը, այն որակելով քայլ միասնական Սիրիայի ստեղծման ուղղությամբ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը նախազգուշացրել է, որ երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի վրա ցանկացած հարձակում կդիտարկվի որպես պատերազմի հայտարարում իրանցի ժողովրդին։ Նա նաև հայտարարել է, որ Վաշինգտոնի եւ նրա դաշնակիցների պատժամիջոցների պատճառով է երկրում տնտեսական ծանր իրավիճակ ստեղծվել։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պոլիտիկոյին հայտնել էր, որ ժամանակն է Իրանում նոր ղեկավարություն փնտրել։ Միևնույն ժամանակ երկրում իրավիճակը հանդարտվել է 2 շաբաթից ավելի տևած հակակառավարական ցույցերի ընթացքում ըստ իրավապաշտպան խմբերի զոհվել է 3000 մարդ։ Reuters-ի տվյալով զոհերի թիվը գերազանցում է 5000-ը։ Իրանի գերագույն առաջնորդը եւս ավելի վաղ հայտարարել էր, որ ցույցերի ժամանակ հազարավոր մարդիկ են զոհվել։ Զոհերի պաշտոնական թիվն առայժմ չի նշվել։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական պատվիրակությունը բանակցությունների մի քանի փուլ է անցկացրել ամերիկյան թիմի հետ։ Աշխատանք է ընթանում փաստաթղթերի շուրջ, որոնք հարկավոր են Ռուսաստանի հետ պատերազմի ավարտի համար։ Առաջիկա օրերին ամերիկյան կողմի հետ բանակցությունները կշարունակվեն։ Միևնույն ժամանակ Զելենսկու խոսքով Կիևը Վաշինգտոնին տեղեկացնում է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի ուղղությամբ ռուսական շարունակական հարվածների մասին։ Նա հայտարարել է, որ Մոսկվան հետաքրքրված չէ դիվանագիտությամբ։ Զուգահեռ շարունակվում են փոխադարձ հարվածները։ Օդեսայի մարզում գիշերը ռուսական անօթաչուները հարվածել են բազմաբնակարան շենքի։ Մի քանի մարդ վիրավորվել է։ Զապորոժիեում եւս կա տուժած։ Ըստ Ուկրաինայի զինված ուժերի առաջնագծում թեժ մարտեր են ընթանում։ Իրավիճակը լարված է Պոկրովսկի շրջանում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է գիշերն ուկրաինական 92 ԱԹՍ խոցելու մասին։ Պենզայի եւ Սարատովի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը։ Իսպանիայի հարավում արագընթաց գնացքը դուրս է եկել գծերից եւ բախվել հանդիպակաց մեկ այլ գնացքի, որը նույնպես դուրս է եկել գծերից։ Վթարի հետևանքով զոհվել է առնվազն 39 մարդ։ Շուրջ 170 մարդ վիրավորվել է, որոնցից 75-ը հոսպիտալացվել են։ Դեպքը տեղի է ունեցել հունվարի 18-ի ուշ երեկոյան Ադամուս քաղաքի մոտակայքում։ Երկու գնացքում եղել է շուրջ 400 ուղևոր։ Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ։ Իսպանիայի տրանսպորտի նախարարի խոսքով շատ տարօրինակ է, որ գնացքը գծերից դուրս է եկել երկաթգծի ուղիղ հատվածում, որի վերանորոգման համար մայիսին հատկացվել էր 700 միլիոն եվրո։ Ըստ նախարարի նոր էր նաև գնացքը։ Վարչապետ Պեդրո Սանչեսը հետաձգել է այսօր նախատեսված բոլոր միջոցառումները։ Տեղի ունեցավ Գավառի մասնակցային բյուջետավորում 2026 գործընթացի ծրագիր առաջարկների նախնական գնահատման նիստը։ Գավառ համայնքից ծրագրային հայտեր էին ներկայացրել բնակիչներ, հասարակական կազմակերպություններ եւ նախաձեռնող խմբեր։ Նիստը մեկնարկեց տեղեկատվական ելույթներով, որոնք ներկայացրեցին Գավառում գործընթացի պատասխանատուներ, համայնքապետարանի աշխատակիցներ Հակոբ Սարգսյանն ու Ռիփսիմե Զանգիզորյանը։ Ելույթներում արտացոլվեցին գործընթացի նախորդ տարիներին իրականացված եւ այս տարի իրականացվելիք գործողությունները։ Մենք ավականու կողմից հաստատված այս տարի բյուջե ունեցանք նախատեսված գումար, նաև պետական սուբսիդավորում ունենք մասնակցային բյուջետավորման ծրագրի համար, որպեսզի ծրագրեր ներկայացնեն բնակիչները։ Իրազեկման փուլը արդեն անցկացրել ենք համագործակցելով ակտիվ քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաև այս տարի ուսումնական հաստատությունների հետ ենք փորձել համագործակցել իրազեկման փուլում, իսկ հիմա մենք արդեն գտնվում ենք գնահատման փուլում, առաջարկներ ընդունել ենք։ Նիստը վարեց գնահատող հանձնաժողովի նախագահ Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված են նաև համայնքապետարանի, հասարակական կազմակերպությունների, ավականու, մշտադիտարկում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Գավառը այն օրինակելի համայնքներից է, որ մշտապես ակտիվ մասնակցության բնակիչների աչքի է ընկել։ Իմը մեծ դերակատարում ունի, որպեսզի բնակիչները իսկապես հետաքրքրված լինեն եւ մասնակցեն։ Իսկ մասնակցային բյուջետավորման պարագայում դա կարող եմ ասել ամենակարևոր գործոններից է, հա, բնակիչների ակտիվ մասնակցությունը եւ նաեւ այո, ինչու՞ չէ, համայնքի թափանցիկությունը, համայնքի բացությունը եւ նաեւ իրազեկման աշխատանքներում այն ահռելի ծավալը, որ իրականացնում են։ Ծրագրերի հեղինակները ներկայացրին իրենց առաջարկները եւ դրանց իրականացման հնարավոր տարբերակները։
Բոլոր չափորոշիչները իհարկե հաշվի ենք առել, կարիքից ստեղծված ծրագիրը մեր ծրագիր է, այնպես չի որ մենք ուղղակի մեր մտքով անցել է, մենք ունեցել ենք այդ փորձը, տեսել ենք որ պահանջարկը կա երիտասարդների կողմից ու բնականաբար ներկայացրել ենք այս ծրագիր, որպեսզի հետագայում երիտասարդների ուզածով լինի, իրանք ապրեն այնպիսի համայնքում, ինչպիսին որ իրենք են պատկերացնում։ Այս տարի ներկայացվել են 9 ծրագրային առաջարկներ, որոնք ուղղված են համայնքային զարգացման տարբեր ոլորտներին։ Դրանք մշակութային, կրթական, մարզական, ենթակառուցվածքային եւ հանրային միջավայրի բարելավման ուղղված նախաձեռնություններն են։ Ծրագրերից 4-ն արժանացավ գնահատող հանձնաժողովի հավանությանը։ Դրանք կներկայացվեն ավականու հաստատմանը եւ կդրվեն քվեարկության։ Քվեարկության փուլը հաղթարած ծրագրերը արդեն հասնում են ֆինանսավորման փուլ եւ այս տարի 26 թվականին նախատեսում ենք բավականին հետաքրքիր նոր ծրագրեր եւ փորձելու ենք այդ ծրագրերը կյանքի կոչել։ Լավ պրակտիկա է նաեւ դա համայնք, պետություն եւ քաղաքացի, այս շղթայի կայացման համար։ Այսօր մասնակցային բյուջետավորումը Հայաստանում ամենակայացած մասնակցային մեխանիզմներից է սպայդրությամբ։ Մշտադիտարկում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները նշեցին, որ նախնական գնահատման փուլը իրականացվեց հաստատված ընթացակարգերին եւ մասնակցային բյուջետավորման ուղեցույցի պահանջներին համապատասխան։ Արգել ուղևորներ շատ եմ խնդրում հետ գնացեք, որպեսզի բոլորը բարդանան։ Իմ խնդրանքը բոլորից հետ գնացեք։ Հունվարի 1-ից Կապանում գործարկվել է համայնքապատկան նոր տրանսպորտային համակարգը։ Արդեն 2 շաբաթ է քաղաքացիները երթևեկում այն հարմարավետ ավտոբուսներով։ Թե ինչպես են հարմարվել կապանցիները բարեփոխմանը, պարզեցինք փոքրիկ հարցախույզի միջոցով։ Միշտ մտնում ես շատ մաքուր է, ավելի արագ ես հասնում։ Ավտոբուսները անդադ են աշխատում, 15 համար շաբաթ կիրակի աշխատում է, գովելի է։ Որ ավտոբուսները փոխվել է, ես շատ եմ ուրախացել, որովհետև այն ավտոբուսները հələ շատ հին ժամանակվանից, հələ 90 թվականներից են ավտոբուսները։ Շատ լավ է, որ սարքել են 15 րոպե 1, կանգառներ վերանորոգել են ու շատ հարմար է։ Որքան հաճելի է օգտվել մաքուր եւ միևնույն ժամանակ հարմարավետ տրանսպորտային միջոցներից, Կապան համայնքում այս փաստը ողջունելի է եւ վճարային համակարգն է հարմար բոլոր քաղաքացիներին, կարծում եմ կանխիկ եւ անկանխիկ եւ ամեն բան ստեղծված է, որպեսզի քաղաքացին իրենց գա հարմարավետ։ Ավելի արագ է, շատ հարմար է, շատ կոմֆորտն է։ Գեղեցկացել է քաղաքը։ Ավտոբուսները իրոք շատ ժամանակակից են, շատ սիրուն են։ Առավոտյան բոլոր վարորդներն անցնում են բժշկական ստուգում, ստանում մեխանիկի, երթակարգավարի հրահանգները, դրանից հետո միայն անցնում աշխատանքի, սահմանված կարգով երթուղիները սպասարկելուն։ Ձգտում ենք նորմալ սպասարկում ենք կատարում բոլոր վարորդներով, որպեսզի ամուղևորները գոհալնեն մեզանից, մենք էլ ուղևորներից։ Պատկերացրեք, ընդհանրապես օգնատություն չենք զգում ենք, հերթափոխը նորմալ հերթափոխում ենք իրար։ Վարորդների խոսքով, չնայած որոշ տեխնիկական խնդիրներին, ուղևորները արագ են հարմարվել նոր վճարային համակարգին, իսկ որպեսզի թարմացված գույքը երկար ծառայի, մեծապես կախված է բնակիչների վերաբերմունքից։ Ասենք ուղևորի ձեռը եթե մանրադրամ չկա, քարտն չի ընդունում, դա պատահում է, բայց դա 1000-ից մի անգամ։ Շատ բան է կախված ուղևորներից, բայց իմ կարծիքով մեր ուղևորները կձգտեն, որպեսզի նորմալ վիճակով նստեն, նորմալ իջնեն, վնաս չպատճառեն տրանսպորտին, որպեսզի երկար ծառայի տրանսպորտը։ Դրական արձագանքները մեծամասնություն են կազմում, բայց միևնույն ժամանակ կան որոշ բողոքներ վճարային համակարգի եւ կանգառներից դուրս չկանգնելու վերաբերյալ։ Վճարում անում եմ քարտով, բայց մի բանը վատ է, որ ամեն քարտը չի դառնում վճարման համար։ Խնդիրները բազմաթիվ են լինում, հիմնականում քարտային համակարգի հետ։ Մետաղադրամի հետ կապված այս պահին չունենք խնդիր, դեռևս չկա նման խնդիր։ Քանի որ դեռևս նոր է մեզ համար, մենք էլ ենք փորձում հասկանալ ինչ ուղղություններ փնտրել, որպեսզի այդ խնդիրները փորձենք լուծենք։ Որ ուզում ես ասես կարող եք այստեղ կանգնեցնել, ասում եմ մի կպեք ոչ մի բանի, բայց դա հենց նրա համար է դրված, որ մենք ասենք կանգնեցնեն։ Չենք բացառում, որ կա կանգառներ, որ որոշակի առումով անհարմար են որոշ քաղաքացիների համար, բայց մենք վերցրել ենք ընդհանուր պատկեր մեր քաղաքի
բնակության համապատասխան կանգառները բնակելի հատվածներում հնարավորություն ունենք իրարից հեռու լինեն 500 մետր, մենք չենք խախտել այդ հնարավորությունը, մենք պահել ենք այդ հեռավորությունները եւ հորդորում եմ քաղաքացիներին, որ կանգառից դուրս վարորդին չդիմեն կանգառ կատարելու համար, որովհետև մենք փորձելու ենք բացառել այդ երևույթները։ Ուղևորներին հուզող հարցերից մեկն էլ չվացուցակներին է վերաբերում։ Բրույր Հարությունյանը նշում է, տրանսպորտի գործարկման օրվանից կատարվում է մշտադիտարկում։ Դրանց վերջնական հաստատումը պայմանավորված է քաղաքացիների առաջարկներով, բողոքներով։ Մենք խոստանում ենք, երբ որ արդեն ունենանք հստակ պատկեր, արդեն փետրվար ամսվա սկզբից կտեղադրվեն բոլոր չվացուցակները, մեր բոլոր համակարգացիներին այն հասանելի կլինի թե համայնքապետարանի էջում, թե արդեն իսկ նոր ստեղծված Կապան համայնքի տրանսպորտի ծառայության հողակի պաշտոնական էջում։ Ինչ վերաբերում է մինչև 7 տարեկանների ուղևորձի վճարման շուրջ առաջացած շփոթությանը, կառույցից պարզաբանում են։ Կա ավականու որոշում, ինքը իրանից ենթադրում է տեղական տուրք ու այդ ավականու որոշման չկա բացառություններ, բայց կա կետ, որտեղ նշվում է, որ մինչև 7 տարեկան, եթե գրկի երեխա է, այսինքն եթե գրկի երեխա է տեղ չի զբաղեցնում, բնականաբար անվճար է։ Մենք ենթադրում ենք, որ մինչև 5 տարեկան միջև դպրոցահասակ երեխաների համար անվճար է ու վարորդը իրավունք չունի պահանջել ուղևորձ, արդեն դպրոցահասակ երեխաներից արդեն ինքը ենթակա է վճարման։ Նոր տրանսպորտային համակարգը դեռևս բարելավման ու վերազինման փուլում է։ Մնում է քաղաքացիները փոքր-ինչ համբերատար լինեն, խնամքով օգտվեն ծառայությունից, որպեսզի նոր ավտոբուսները երկար սպասարկեն քաղաքին։ Ուրեմն համացանցում լինում են բողոքներ, մենք նորմալ ենք վերաբերվում, քանի որ սա սպասարկման ոլորտ է եւ շատ կարեւորում եմ, որ մենք շեշտենք, որ ավտոբուսից օգտվողները մեզ համար հաճախորդներ չեն, այլ քաղաքացիներ են ու մեր քաղաքացիները պետք է գիտակցեն, որ այս ավտոբուսները իրենց ավտոբուսներն են ու լինեն բարեխիղճ գույքի հանդեպ, որպեսզի մեր քաղաքի տրանսպորտային ծառայության ներքին քաղաքային ցանցի սպասարկումը լինի ժամանակին համապատասխան։ Աննա Մելքումյան, Ալեն Ծատրյան, Սյունիք, Տուրեր։ Բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները հունվարի 14-ին Մայրաքաղաքի Թամանցիների փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են Kia մակնիշի ավտոմեքենա։ Պարզվել է, որ 56-ամյա վարորդը սթափ չէ։ Բարեկները հայտնել են, որ իրավախախտման համար նրա նկատմամբ կազմվելու է 1 տարի ժամկետով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու վերաբերյալ արձանագրություն, իսկ մեքենան տեղափոխվելու է Տուգանային հրապարակ։ Ի պատասխան Եղվարդ քաղաքի բնակիչ վարորդը իրավախախտումը չարձանագրելու համար բարեկներին առաջարկել է նախ 40, այնուհետև 150,000 դրամ կաշառք։ Նա ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են հակակոռուպցիոն կոմիտե։ Նոյեմբերի 1-ից գործարկվեց ոստիկանության գվարդիան, ոստիկանության 4 հենասյունային ուղղություններից վերջինը, նոր ոճ եւ ձեռագիր բերելով ներքին անվտանգության համակարգին։ Մինչ ծառայության մեկնարկը անձնակազմն անցել է համապատասխան վերապատրաստման գործընթաց։ Միջազգային ստանդարտներին համապատասխանող սպառազինությամբ եւ վերապատրաստված ծառայողներով ոստիկանության գվարդիան հանրապետությունում այսօր իրականացնում է հասարակական կարգի պահպանություն, ապահովում հանրության անվտանգությունը եւ այս կարճ ժամանակահատվածում հանցավորության դեմ պայքարում ոստիկանության գվարդիան արդեն իսկ գրանցել է էական արդյունքներ։ Ոստիկանության գվարդիայի ծառայության մեկնարկից ի վեր ծառայողները բացահայտել են հանցագործության 146 դեպք, որոնցից 69-ը համայնքային ոստիկանության հետ համագործակցված։ Բացահայտված դեպքերի թվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության, զենք զինամթերքի հայտնաբերման, կողոպուտի, մարմնական վնասվածքներ պատճառելու, սառը զենքի հայտնաբերման դեպքեր։ Ծառայության ընթացքում ուժային միջոցների նոր ստանդարտի կիրառման հերթական դեպքը փաստեց, որ գվարդիայի ծառայողները կարողանում են պրակտիկայում կիրառել վերապատրաստումներին համահունչ գործիքակազմ, պահպանելով հրազենի գործադրման իրավաչափության պայմանները։ Մայրաքաղաքի փողոցներից մեկում վարորդը դրսևորել էր կասկածելի վարքագիծ։ Գվարդիայի ծառայողները փորձել էին կանգնեցնել մեքենան, սակայն վարորդը դիմել էր փախուստի։ Պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում կիրառելով նախազգուշական միջոցներ, գվարդիայի ծառայողները կանխել են վարորդի եւ ուղևորի փախուստը, ապա ձերբակալել նրանց։ Տղամարդկանց խոզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել էր կոկային։
Ներքին գործերի նախարարությունը շարունակում է ոստիկանության գվարդիայի ծառայողների վերապատրաստման գործընթացը, նպաստելով նրանց մասնագիտական կարողությունների կատարելագործմանն ու նոր հմտությունների ձեռքբերմանը։